Coming up on Really Big Things, nobody does big like Dubai. It's home to the world's tallest hotel, largest mall, largest man-made port, and they're about to add one more to the list. Located in the United Arab Emirates, Dubai sits on the Persian Gulf and within the Arabian Desert. But because of their booming revenues from their free trade zones, the 240,000 barrels of oil they produce a day, and their thriving tourism, Dubai has rapidly become a hotspot for billionaires, celebrities, and contractors. Cyclone-ը Դուբայի ամենահայտնի դիսկոտեկն է, որտեղ կարելի աղջիկներ գտնել հարցին, Դուբայի ցանկացած տաքսու վարորդ անմիջապես պատասխանում է Cyclone-ում։ Ցերեկվա ժամերին այստեղ ոչ ոք չի լինում։ Դիսկոտեկը բացվում է երեկոյան ժամը 7-ին, հենց այդ ժամին է Դուբայում սկսվում կյանքը։ Գիշերվա ժամը 3-ին, երբ փակվում է դիսկոտեկը, հարյուրավոր կանայք եւ տղամարդիկ միանգամից դուրս են թափվում փողոց։ Այդ պահին ամենուր լսվում է անգլերեն how much-ը։ How much for a full night? 1,000. How much? For one shot? No, I didn't bring anything. Cyclone-ն այդ պահին արևելյան շուկայի է վերածվում։ Վաճառվող միակ ապրանքը կնոջ մարմինն է։ Գինովցած տղամարդիկ եւ կանայք գնի մասին բարձր սակարկում են։ Եվ այս ամենը արաբական այս երկրում կատարվում է ոստիկանության հսկողության ներքո։ Այստեղ Intercity հյուրանոցի դիմացի մայթին ծանոթացանք երկու բոսերի, ովքեր ժամը 3-ին հյուրանոցի դիմաց վաճառում էին իրենց աղջիկներին։ Մեկը Ուզբեկստանից էր, մյուսը Հայաստանից։ Ուզբեկ կավատ Ամինան վաճառում էր 19-ամյա Ալեքային, իսկ հայ կավատը 16-ամյա Ժասմինին։ How much? I am speaking 500. 500 for what? Full night? Full night. Until what time? 5, 6 o'clock morning? Yeah. Okay, 7 o'clock, 8 o'clock, 9 o'clock, 10 o'clock, no problem for you. Նա անգլերեն ոչինչ չէր խոսում, ուստի նրա փոխարեն սակարկում էր բոսը, հիշեցնելով հաճախորդներին, որ աղջիկը 16 տարեկան է եւ սեքսի մեջ նորաթուխ է, շատ բաներ չգիտի։ Intercity-ի դիմաց 2005 թվականի փետրվարի 3-ին առավոտյան ժամը 3:10-ին, երբ իմ գործընկեր Արան փորձում էր մի աղջկա հետ սակարկել, գինովցած մի արաբ սկսեց վիճել նրա հետ այդ աղջկա համար։ Արան մի քանի անգամ ներողություն խնդրեց տղամարդուց, սակայն նա շարունակում էր բարձրաձայն ինչ-որ բաներ ասել։ Մի քանի քայլ այն կողմ կանգնած էր տարազով ոստիկանը։ Նա մոտեցավ մեզ եւ ցույց տվեց ոստիկանության աշխատակցի իր վկայականը։ Ոստիկանի ներկայությունը սակայն չէր խանգարում հայ եւ ուզբեկ կավատներին վաճառել իրենց աղջիկներին։ Թհարիաթը քրեական հետախուզության ծառայությունը իր գործակալներն ունի ամենուր։ Նրանք գիտեն որտեղ է աշխատում եւ ապրում այս կանանցից յուրաքանչյուրը։ Մենք հայտնվում ենք Դուբայի բնակելի թաղամասերից մեկում։ Շենքերի մուտքերի մոտ երևում են չինացի, ռուս, ուզբեկ եւ հայ կանայք։ Նրանք սպասում են հաճախորդներին։ Դուբայի իշխանությունները այս կանանց մասին գիտեն ամեն ինչ, որ նրանք կեղծ փաստաթղթեր ունեն, որ այստեղ են գտնվում ապօրինի, սակայն նրանք սնվում են սեքսի այս մեծ շուկայում։ Ժամանակին այս կանանց հաճախորդները Դուբայում աշխատող պակիստանցիներն են, իրանցիները, հնդիկները եւ հարևան մուսուլմանական երկրների արաբները։ Հաճախորդները մտնում են սենյակները եւ 5-10 կամ 15 րոպե անց դուրս են գալիս։ Օրվա ընթացքում հաճախորդների թիվը անցնում է մի քանի տասնյակը։ Չենք կարող ցուցադրել այդ կանանց դեմքերը, որովհետև շատերն ամուսնացած են եւ ունեն երեխաներ։ Նրանց ընտանիքների հիմնական մասը չգիտի, որ իրենք Դուբայում են։ 6 հոգանոց այս խմբի մեջ կային 2 կանայք, որոնց խաբելով են բերել Դուբայ։ Հրաժեշտի ժամանակ կանանցից 2-ը հասցնում են պատմել, թե ինչպես են իրենց խաբելով բերել Դուբայ։ Ինչպես խաբեցին, աշխատանք առաջարկեցին։ Հունաստան, քեզ դուր առաջարկել։ Ասին Բոլգարիա էս, նամքի քանի Փողոցում կանգնած կանայք չեն կարող հենց այնպես լքել իրենց կանգնելու վայրը։ Նրանց բոսը, ինչպես պատմեց կանանցից մեկը, օրը 5-6 անգամ ամենատարբեր ժամերի տաքսիով գալիս պտտվում է, տեսնելու կանայք տեղում են, թե ոչ։
Եկավ։ Կանգնեցեք, ասեք մի շտանալով, փոխեք ուրիշ եկավ մեկ փախան դեզի կբռնեք։ Սյուզին Հայաստանի փոքր քաղաքներից մեկից է։ Նա ամուսնացել է 16 տարեկանում, ունի 2 երեխա, նրա ամուսինը ընտանիքը լքել գնացել է Մոսկվա։ Մենք ներողին է ամիտ եկավ մեր տուն, մենք չգիտենք, որ ինքը դուբալ մարնում։ Եկավ մեր տուն, ասեց, որ ես Հունաստան եմ գնում, հավաքում են ապերսին բան, ես ասեցի, որ ես գնամ ունեղ։ Սյուզիի համար Մոսկվայում կեղծ ռուսական անձնագիր են սարքել, որտեղ 27 տարեկան Սյուզին դարձել էր 31 տարեկան։ Դուբայի օդակայանում Սյուզիից վերցնում են անձնագիրը և ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ։ Ես մենակ ես որ գիտեմ, որ ես խախված եմ։ Ինքը վերցրեց մեր պասպորտները, տահեց յամուր, և որ անասը վերջանա, ինքը ասել դուլի։ Մարմնավաճառ որոշ կանանց դեմքերից զգացվում է, որ այդ գործով դժվարանում են զբաղվել։ Սյուզին այդպիսին էր, նա միշտ մտամոլոր ու տխուր կանգնած էր դիսկոտեկի մի անկյունում։ Ուրիշ աղջիկներ կան, որ չեն կարողանում աշխատել, իսկ նույնիսկ 20-30 դրամով իրանց տանում են, որ ստիպում են, որ իրանք այդ բան անեն։ 6 ամիս աշխատելուց հետո Ամին անունով արաբը Սյուզիին վաճառում է հայ մի բոսի, Ինտերպոլով հետախուզվող Աննահիտին։ Նրան այստեղ Էջմիածնեցի Անո են ասում։ Նրա մոտ այսօր աշխատում են 11 հայ կանայք և 16 տարեկան մի ռուս աղջիկ։ Սյուզին մեկ տարվա ընթացքում տուն է ուղարկել ընդամենը $1000, այն դեպքում, երբ այնտեղ նրա բոսը օրական Սյուզիից վերցնում է նվազագույնը $300։ Սյուզին Դուբայում մեզ հանդիպած այն քիչ հայ աղջիկներից է, ում միանշանակ կարելի է զոհ համարել։ Նա այսօր անելանելի վիճակում է և չգիտի ինչպես վերադառնալ Հայաստան։ Ես խուսափում եմ մտածելից։